Այս դավաճանական խունտան, որը բերեց մեզ տնտեսական ճգնաժամի եւ կոլապսի, վերջի րոպեին կամ ոչ վերջի րոպեին հնարքը գտավ, լուծումը գտավ։ Մենք հիմա մեր արտադրանքը գյուղատնտեսական արտահանելու ենք Եվրոպա եւ Թուրքիա, որպեսզի ռուսի ստրուկ չլինենք։ Առաջինը ով էր ձեր ասում, որ դուք դառնայիք ռուսի ստրուկ, կամ ռուսի ստրուկ լինելը որն է, որ Ռուսաստանը ձեզ թույլ է տալիս դուք այնտեղ վաճառեք ձեր ապրանքը, դուք ստրուկ եք դառնում, իսկ որ Թուրքիայում վաճառում եք, թուրքի ստրուկ չեք դառնում։ Գիտեք, մեկ-մեկ կարելի է հմեկը անջատել, այս զոմբիների ձայնը լռեցնել եւ մտածել։ Մարդ եք, մտածեք։ Ինչու եք դուք ռուսի ստրուկ, որտեղ ձեր գազը 70%-ով ավելի էժան էր, քան եվրոպացիները։ Ստրկությունը որտեղ է դեղ։ Ստրկությունը գիտեք որն է, որ դուք չեք մտածում ու ձեր սեկտանտ աղանդավոր ընկերների ղեկավարին լսում եք։ Կուրորեն լսում եք։ Վերադառնանք այդ էքսպորտի հարցին։ Դուք ասում եք, որ դուք կարող եք արտահանել ձեր արտադրանքը Եվրոպա, ոչ թե որպեսի մեզ լավ լինի, հայ ժողովրդին լավ լինի, այլ որովհետև դուք հրաման եք ստացել Ալիևից, Թուրքիայից, Մակրոնից եւ ուրիշ արևմտյան երկրներից ամեն գնով Ռուսաստանին դուրս հանել Կովկասից, անգամ եթե մենք սոված մնանք։ Դուք անում եք այն, ինչ ձեզ ասում է Արևմուտքը եւ Թուրքիան, ոչ թե այն, ինչ որ մեզ է պետք։ Հիմա ասեք դուք արտահանում եք ձեր ապրանքը։ Արդեն խոսել եմ դրա մասին։ Ամբողջ Եվրոպան դուրս էր եկել փողոց եւ փակել էր սահմանները Ուկրաինայի հետ, երբ որ Ուկրաինան փորձեց իր արտադրանքը արտահանել Եվրոպա։ Մեծագույն ճգնաժամ առաջացավ, փակվեցին սահմանները եւ անգամ Արցախը հանձնած Մակրոնը ստիպված եղավ ասել, որ դա սխալ էր եւ նա սահմանափակեց Ուկրաինայի իմպորտները։ Ով է ձեզ ասել, որ եվրոպացիները մեզ սպասում են, որ մենք մեր արտադրանքը տանենք Եվրոպա։ Իդեպ Եվրոպայում ոչ միայն եվրոպական կոնկուրենտներ կան, այսինքն Ֆրանսիան, Անգլիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Իտալիան, Գերմանիան, այդ բոլոր երկրները, Իսպանիան, Իտալիան, բոլոր երկրները, որոնք բողոքում են ուկրաինացիների դեմ։ Ոչ միայն այդ երկրները կան, այլ նաև կա Եգիպտոսը, Մարոկոն եւ ինքը Թուրքիան, որոնք նույնպես վաճառում են իրենց ապրանքը Եվրոպայում։ Ով է ձեզ ասել, որ նրանք մեզ զիջելու են իրենց տեղը։ Եգիպտոսը, Մարոկան եւ մանավանդ եւս Թուրքիան։ Ինչու պետք է Թուրքիան թույլ տա, որ մենք իր տարածքով արտահանենք ապրանքը Եվրոպա եւ ինքը կորուստներ կրի։ Կամ Թուրքիայում ոնց ենք մենք վաճառելու մեր արտադրանքը, եթե թուրքական արտադրանքը 10-ից 40% ավելի էժան է, քան մերը։ Ոնց ենք մենք վաճառելու սա Թուրքիայում, եթե մերը ավելի թանկ է եւ որակը ավելի ցածր է, Թուրքիայինը որակը ավելի բարձր է, գինը ավելի ցածր է, ավելի էժան է։ Ոնց ենք մենք սա վաճառելու Թուրքիայում։